Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Էս ինչ հրաշալի վերանորոգում եք արել։ Այո, շնորհակալ եմ։ Ավելի լուսավոր ու ավելի ընդարձակ է դարձել սրահը։ Արդեն ոչ միայն ոտնահարդարման ու մատնահարդարման, այլ նաև մազահարդարման ու դիմահարդարման կարող եք գալ։ Ընտիր։ Այս անգամ երևի թե միայն մատնահարդարում կանենք, բայց մյուս անգամ անպայման ձեր բոլոր ծառայություններից օգտվելու եմ։ Խնդրեմ, համեցեք։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ ֆորմա եք ցանկանում եւ ինչ գույն։ Ճիշտն ասած հղիության փուլում եմ գտնվում։ Դրա համար երևի թե խուսափենք գելլակից։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ շատ։ Միանշանակ deep powder կկատարենք։ Հրաշալի։ Դե եկեք միասին գույն ընտրենք, հետո ֆորման կորոշենք։ Շատ լավ։ Տեր Աստված։ Չխաղաս, հարց եմ տալիս քեզ, Անգելինան իմ աղջիկն է? Մի հայացքով խեղդի ինձ, ես միայն մի Անգելինա գիտեմ, ու նա քրոջս հարսնա, վաղամերիկ սկեսուրիս համակուրսեցու աղջիկը։ Լիլիթ, Վայ մենք հիմա նույն մարդու մասին ենք խոսում, նույն Անգելինայի մասին ես ինձ հարցնում։ չձևացնես թե իրար չենք հասկանում։ Հա, չեմ հասկանում, որովհետև ուղեղս շոկի է ենթարկվել ասածից, փորձում եմ ընկալել։ Եթե հանկարծ իմացել եմ, որ դու տեղյակ ես եղել ու ինձ խաբել ես, մեկ ընդմիշտ վրեդ խաչ կքաշեմ, նույնիսկ թույլ չեմ տա կյանքումդ թորանը տերեսը տեսնես։ Միայն լավ ահաբեկել գիտես, իսկ միգուցե բացատրես ինչից ես եկել են եզրակացման, որ այդ աղջիկը քոնն է։ Այդ նորմալ չի, որ դու բոլորի մեջ քո աղջկան ես փնտրում, բայց եթե հիմա այս աղջկա վրա ես կանգ առել, ուրեմն մի բան կա։ Ասա տեսնենք, ասա ես էլ իմանամ։ Պիտի մի բան իմանամ, չէ՞ որ կարողանամ քեզ օգնել, առանց անկեղծանալու ինչ-որ պահանջներ ես դնում։ Քեզ թվում է, թե Լիլիթ ամբողջ աշխարհի գաղտնիքները գիտի, չէ՞ սիրելիս, պիտի հիասթափեցնեմ։ Շատ մեծ կարծիք ունես իմ մասին։ Լավ չի, նույնիսկ շատ վատ է։ Դուրս ես եկել արդեն լակոտի թետքին։ Գրնա քեզ տանից շախունց Միքայել։ Lighten up, take me on your magic rhythm. Ինչ ավես է, երեխեք։ Հա, շատ։ Երեխեք, բայց ասում եմ կարող է ես իջնեմ, դուք առանց ինձ տենց պտտվեք քաղաքում։ Ինչի թմբլ ես։ Այ հենց դրա համար Կարո ջան, որովհետև դու ինձ այնքան ես ասել թմբլ, որ համել կարող ես ձինել չդիմանա։ Յանա, դու հեչել թմբլ չես։ Կարո, դու էլ սանուհուս էլ բան չասես։ Լսեցի՞ր։ Հիմա ես արդեն լիքը պաշտպաններ ունեմ, այնպես որ քեզ խելոք կպահես Կարո տղա։ Դու պիտի գնաս 7 եկեղեցի մոնվառես հալալ, որ քեզ սենց աղջիկ ենք տվել։ Իմիջայլոց։ Երեխեք ջան, 7 վերք եկեղեցին այդքան էլ հեռու չի։ Այնտեղ է։ Կարող ենք գնալ, մտնել, դու էլ հենց հիմա էլ կարաս մոնվառես։ Լավ, այս արդար չի, երեկո մեկի դեմ։
Ես դες հետո կասեմ։ Դե կասես չմոռանաս հանկարծ։ I wanna hear about everything you're ever thinking. Know that I can take the truth. Call me out if you think I'm never slipping. Maybe I can turn it around. Oh yeah. Baby, if you want us, you know time is on our side. Things are gonna haunt us, we'll just have to put aside. And I'm right here if you just need to cry. Come love, share my pillow, and rain, rain, go away. Been some time since you fixed me. I'll never forget your time. Լսի, պապան սենյակում ա, դու պատկերացնում ես, այնքան թույլ ա, որ ինքը իր կամքով գնաց է պարկել ա։ Եթե հանկարծ իմացա, որ սիստեմա ենք միացնելու, ես չգիտեմ ինչ անելու։ Դրա համար սա ինձ դուր, ես կբարձրանամ պապայիդ մոտ, լեզու կգտնեմ իր հետ։ Վստահ ես ասում։ Հա դե, որովհետև ես կարողանում եմ հիվանդների հետ լեզու գտնել։ Երևում ա, որ հորս չես ճանաչում։ Քեզ հասցրել եմ ճանաչել։ Իսկ պապայիդ հետ մի քանի անգամ շփվել եմ։ Ես ինձ լիարժեք չեմ ճանաչում։ Դու երբ հասցրեցիր ինձ ճանաչել։ Դե ես փորձում եմ վերլուծել քո վերաբերմունքի պատճառը դեպի ինձ, բայց դեռ չեմ հասկացել։ Լսի, արի այդ պատմաբանասիրական տեքստերը մի կողմ դնենք, որովհետև պապան սպասում ա։ Գիտես ինչ չեմ հասկանում։ Եթե դու ինձնից խուսափում ես, ինչի ուրիշ բուժքույր չես կանչել պապայիդ համար։ Եթե դեմ ես, կարանք ուրիշ բուժքույր կանչենք։ Աննա Բագրատովնայի շնորհքն է, էլի որ դու ստեղ ես։ Երեխեք չեք պատկերացնի Պոնչիկ ինչքան եմ սիրում։ Ես եմ։ Լուրջ, ասա Սարգեն։ Այ ախպեր, դու Պոնչիկ Սարգեն գիտես։ Հենրի ջան, այդ բանը դու լրիվ ասացիր։ Հիմա նայ, բոլորով քեզ ամբողջ օրը օրով չենք տալու, որ մեզ համար համով պոնչիկ սարքես։ Հերի դու իրոք Պոնչիկ Սարգել գիտես։ Հա, պապա երբ չգիտեի որ ընկերս Պոնչիկ Սարգել գիտի։ 1000 տարվա ընկերս է, այսքան վաղ չգիտեմ ինչ Սարգել գիտի, ինչ չգիտի։ Աբսուրդ։ Կարո ջան, հիմա գիտես ինչ ես անում, մի հատ թուղթ ու գրիչ ես վերցնում ու գրում ես։ Ինչի՞ համար։ Վայ, ռեցեպտը գրում ես, որ իմ համար սարքես ամեն օր այս պոնչիկից։ Ինչ եղավ։ Դե ոնց որ ասացի կսարքեմ, բայց սարքել չգիտեմ, պետք է նոր սովորեմ։ Հերի, մեր հոգու հետ ես խաղում։ Երեխեք, ոչինչ, ասեք, որ շատ հավես է անցնում։ Շատ։ Եվ ում փայլուն գաղափարի շնորհիվ Յան, գիտես թե ասենց գլուխը գովում, որ հանգարց գնաք Երևան չծայծես։ Չասես էլի, ես սենց հարսանիք էի ուզում, նենց հարսանիք էի ուզում։ Կարծում ես Իրանա ապահովագրում։ Դե լավ Հենրի, հերիքա, ավելի լավ է ասա ուր ենք գնալու ստեղից։ Գորգու պարկ։ Հա, այդ այգին շատ եմ սիրում։ Ուտենք ու գնանք։ Լսի, ինձ հաճելի չեն քո զանգերը, գիտես։ Չեմ զանգել որպիսություն ընդհարցնելու։ Դու ասա տեղյակ ես ամեն ինչից, թե արդեն քեզ խաղից դուրս եկած ես համարում։ Լսի, մի հանգստացնող խմի։ Նյարդերդ բրկված են։
Դու ինձ ծաղրում ես, մինչդեռ սոս ինձ պատիներ սեղմել հարցնելով Անգելինան է Աննայի ու իր աղջիկը։ Ալո, Միքայել, լսում ես ինձ։ Փաստորեն լավ են ինֆորմացվում ես պատմության մեջ ներգրավված մարդիկ։ Փաստորեն զարմացած չես։ Բնավ։ Ու ինչ ես պատրաստվում անել։ Հետևել ընթացքին։ Ընդամենը։ Ախ դու խորաման կաղվես, փաստորեն քո այս հանգստությունը թույլ է տալիս ենթադրել, որ թողեցիր տղայի ամուսնան Անգելինայի հետ, որ վրեժ լուծես։ Արդար չի շախուց։ Հեչ արդար չի։ Ճիշտն ասած, ես ու ամուսինս Լաթարը շատ էինք հավանում ու շատ կուզեինք, որ մեր հարսանիքը հենց այստեղ լիներ։ Դե հարսանիքը չկայացավ, որովհետև չկարողացանք այդ ժամանակ կազմակերպել, կներես։ Կլինի հոգուս հետ չխաղաս։ Մոռացա որտեղ էի կանգ առել։ Որ հավանում եք մեր տարածքը։ Ճիշտ է։ Մենք շատ ենք հավանում ու ցանկանում եմ, որ մեր բոլոր կարևոր առիթները հենց այստեղ իրականանան։ Ճիշտն ասած, շուտով մեր փոքրիկի գենդեր փարթին է ու որոշել ենք այստեղ նշել։ Այո, խնդիր չեմ տեսնում, մենք եւս շատ ուրախ կլինենք, կարող ենք շատ սիրուն կազմակերպել։ Ինչ կասես, Արամ։ Ես այս պայդրությամբ հնազանդվողի դերում եմ, ոնց ասեք, տենց է լինելու։ Ես ի սկզբանե չէի գա, եթե իմ սրտով այս ամեն ինչը չլինի։ Այդ դեպքում մեզ օր կասեք։ Մեզ 5 րոպե ժամանակ կտակ։ Իհարկե, որոշեք, կարող եք տարածքով շրջել, սուրճ կցանկանաք։ Չէ, շնորհակալ եմ։ Ինչ եղավ, ինչի որ չպայմանավորվեցիր։ Դե որովհետև չգիտեի ինչ ասեի։ Իրականում խնդրել էի, որ մամատ կազմակերպեր։ Հա ինչ։ Դե որ մամաց սկզբում շատ ոգևորվեց, հետո զգացի, որ ականջի հետև է գցել, որովհետև Տիկին Աննան ու Անգելինան պիտի ներկա լինեն։ Դե հա, ինքը կարար սկզբնական շրջանում դեմ լիներ, բայց հիմա ինչ խնդիր կա։ Դե ուզում եմ օրը գոնե թողենք մամատ որոշի։ Չեմ ուզում նեղացնենք։ Ինձ այնց հասներ հավանություն տալը, ես տվեցի։ Մնացածը դուք իրար հետ արդեն որոշեք։ Կնես։ Հա, պապ։ Զբաղված ես տղես։ Չէ, պապ ջան, ուղղակի մերի հետ գործով դուրս էինք եկել։ Ասա, տեսնեմ ինչ կա։ Շատ լավ է, որ մերի հետ ես։ Ուզում եմ, որ միասին գաք ընտրենք։
Թորանը ցեռը իմանալուս։ Պապի ջան։ Ես մեծ հաճույքով կմասնակցեմ, եթե իհարկե միայն կանայք չեն մասնակցելու։ Չէ, իհարկե միայն կանանց համար չի։ Մեր բոլոր հարազատներն ու մտերիմները ներկա են լինելու, իսկ քո ներկայությունը պարտադիր է։ Մնում է արտակարգ դեպքեր չլինի։ Իսկ ինչ արտակարգ դեպք պետք է լինի։ Դե մերին որոշել է Անգելինային ու մամայի քրոշն հրավիրի։ Չգիտեմ ինչ արձագանք կլինի։ Մտերիմ ես Անգելինայի հետ մերի։ Հա, շատ մտերիմ ենք։ Քույրերի պես։ Ես ու եղբայրս ձյաձավակին ու տիկին Վիկտորիային ծնողների պես էինք ընդունում։ Կեց են հավակնում Վիկտորիան, ուրիշ երեխուն վերցրել են, պահել են, փայփայել են։ Սխալ բան ասեցի։ Ինչքան գիտեմ, Անգելինան իրան զավակը չի, չէ։ Տենց է պապ ջան։ Հա, ուղղակի ես վերջերս Անգելինան իմացել ու շատ ծանր տարավ։ Դե կարևորը հաղթահարեց ծնողների օգնությամբ։ Իսկ ոնց բացահայտվեց դա։ Ինքը էլ շախունցի թեթև ձեռքով։ Վերջապես արտնացար խորը քնից բերբերյան։ Բայց պայթյուն է լինելու։ Պետք է պատրաստվել։ Աչքիս Կարլոսից զենքերս վերցնելու։ Ես թույլ չեմ տա իմ հետ վարվեք նենց, ոնց պահի տակ դուք ուզում եք։ Բա դու էլ ասում էիր փորձ ունես բարդ բնավորությունների հետ աշխատելու։ Քո պապան ինձ վիրավորել է ոչ թե բուժքույր, այլ որպես քո հայր։ Ինչ է եղել։ Ես իրան սիստեմա եմ միացնում, ինքը ինձ ասում է շատ սիրուն աղջիկ ես։ Հա, ճիշտ է ասում։ Չէ, դու շարունակությունը լսի։ Ինքը ինձ ասում է ինչի՞ չես ամուսնանում, լիքը չամուսնացած տղամարդիկ կան, իմ Միքայելը շուտով պապի է դառնալու։ Հանգիստ թող իրան։ Չէ, շատ ծիծաղելի էր։ Լսի, հերս ինչ որ ասում է, ճիշտ է ասում։ Չեմ հասկանում դու ինչից ես վիրավորվել։ Չէ, ճիշտ չի ասում։ Եթե սեն շարունակեք իմ հետ անհարգալից վերաբերվել, կզղջակ, խոստանում եմ։ Սա էլ խելագարվեց։ Կարող է դուրս գանք։ Ինչի որ մտածի վախենում եմ իրանից։ Երեխան քնում դուր բարկացնեմ։ Արի արևս։ Արի։ Ջան, չենք լաց։ Ես մի հատ գնամ Աննա Բագրատովնայից բարևեմ ու գամ։ Նստիր։ Թույլ տվեք նախ ես մոտենամ Աննա Բագրատովնային։ Ինչի համար, պապ։ Այդպես է պետք, այդպես եմ ուզում։ Լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աննա Բագրատովնա, ընդունեք իմ շնորհավորանքները։ Ինչի մեկնում եք երկրից, պարոն Բերբերյան։ Ինչից ենթադրեցիք։ Դե եթե շնորհավորում եք ինձ, մտածեցի այդ առիթով է։ Դուք ինչ ճիշտ չհասկացաք։ Երեխա եք ամուսնացրել։ Շնորհավորանքներս այդ առիթով է։
Շնորհակալ եմ։ Սոս, թույլ կտաս ճաշենք։ Ես ձեզ բնավ չեմ խանգարում։ Ուրեմն ինչ ես մինչև հիմա ստեղ կանգնած։ Իսկ ինչի անցար դուի բորբոքվեցիր։ Ես ընդամենը հետաքրքրվում էի նորապսակներով։ Ինչ գործ ունես նորապսակների հետ։ Դե աղբերս գո, շնորհակալ ենք։ Մենք գնացինք։ Ինչ աղբեր արա։ Քավոր։ Ես հասանք Երևան մոռացար արդեն։ Ճիշտ է ասում, Հենրի ջան։ Քավոր ջան, ասա է։ Դու նայի քեզ էլ չմոռանա, Յանա։ Աշկիս Երևանի օդը նենց ա խփել, որ կարա հետ էլ լինի։ Հենրի կլինի խելոք մնաս։ Ու ոչ էլ հիշի, որ նոր ա ամուսնացել։ Կին ունի, անունն էլ Յանա։ Լավ, Հենրի տղա, դու քո հալը հələ կտենաս։ Ապեր հիմա մեզ ձեր տուն չես հրավիրում։ Հենրի նոր կանչեց մերժեցինք։ Ասա է, քավոր կինջան, ասա։ Դու էլ վկա մարդ ես, ես ասեցի դու մերժեցիր։ Դե լավ, հա, մի բերան ձևական ասեցիր, ոտենց մի անգամից վազելով չէինք գալու։ Երեխեք, ես սրտանց ձեզ հրավիրում եմ։ Ճիշտ է, մի օր էլ հատուկ պատրաստություն կտեսնենք կհրավիրենք, բայց հիմա սրտանց հրավիրում եմ։ Բան պետք չի, Յան ջան, կարևորը դու գերջանիկ եղեք։ Ապրես շատ։ Բայց մալադեց։ Ձերի մեջ հարսանիք արեցիր հալալ։ Մի հատ էլ բողոքի ակցիա ես անում, ապեր։ Լավ, հանգստացի կատակ եմ անում։ Հարսանեկան ծախսերը արդեն անցյալում են։ Լավ, մենք գնանք։ Քավորին հանգարց չմոռանաք։ Դու որ սենց շարունակես, քավորի նկարը կպցնելու են դրան վրա, գրեն մուտքն արգելված է։ Գնացինք։ Գնացինք։ Լավ մնացեք։ Ապրեք։ Կերավ կյանքս։ Հայ, հələ մի րոպե։ Ուր ես տենց առաջ ընկած գնում օրինակ։ Տուն։ Մենք առաջին անգամ ենք որպես ամուսիններ գնալու տուն։ Ինչ պիտի անես դու։ Ինչ պիտի անեմ ես։ Պիտի ձեռքդ պարզես, ինձ գրկես ու գրկած տանես տուն։ Էդ էլ հոփողով չի կարո ջան։ Քեզ տեսնեմ։ Ֆորոն, ինձ ոտ եմ զգում, գոնե գնենք բարևեինք։ Մերի չլսեցիր պապան ինչ ասաց։ Հանգիստ նստիր։ Դու իմ ընտանիքը արդեն քանդել ես, հիմա ինչ ես ուզում ինձնից։ Ես ընդամենը հետաքրքրվեցի, ինչի բորբոքվեցիր։ Որովհետև դու շատ վտանգավոր մարդ ես դառել ու ես չգիտեմ քո ամեն բառի տակ ինչ կարող է լինել թաքնված։ Իմ բառերի տակ ոչ մի վատ բան չկա թաքնված։ Այն աստիճան ինչքան որ քո ամուսնու գաղտնիքներն են։ Ես քեզ թույլ չեմ տվել իմ ներկայությամբ Միքայելին քննարկել։ Իսկ դու շարունակի Միքայելին պաշտպանել, մի օր զղջալու ես։ Սոս։ Գնա այստեղից։ Խնդրում եմ։ Մի օր ինքդ քո հետ կռիվ ես սկսելու, Միքայելին պաշտպանելու, աննացորդ սիրելու ու նվիրվելու համար։ Բարի երեկո։ Կբացատրես ինձ, ինչեր ուզածը։ Երևի դեռ սիրում ա։ Աստված իմ հորքուր, ես չեմ ուզում լսեմ իր սիրո մասին։
Չես տեղ հաստատ ուրիշ բան կար, այդ ինչ Միքայելի գաղտնիք էր ասում։ Կամ երեխեքիցս ինչի անդադ հարցնում, Հենրիի հետ ինքը ինչ գործ ունի։ Եթե անկեղծ ես էլ ինձ այդ մտքի վրա բռնացրի։ Իրոք, շատ տարօրինակ հարցադրումներ էր անում։ Բայց պետք չի մտածել ուտղությամբ եւ խորանալ։ Այսօր հանգստացիր։ Բարև ձեզ։ Դիմավոր եք մեզ։ Բարի դարուս։ Կարաս համարես, որ սա արդեն քո տունն է, աղջիկ ջան։ Շնորհակալ եմ։ Ինչ ես մենակ դիմավորում ես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև։ Ինչ, բայց չէի սպասում, որ մեր դավուլի դայակն է մեզ դիմավորելու։ Ես Մի հատ դու գնա քո գործին։ Ինչ անում սա մեր տանը պապ։ Թե էլի մամայից վերցրել ես դավուլին։ Պապուտա խնամում ինչ պիտի անի։ Ինչ ա եղել պապին։ Թոքաբոր բա։ Տարանք հիվանդանոց իր սովորության համաձայն թռավ ընդավից։ Սիստեմը Հայաստանում։ Իսկ հիմա ո՞նց է։ Պապ, ինչ եմ ես դրա մասին հիմա իմանում։ Որ ավելի շուտ ասեի ինչ է իր անելու։ Ավելի շուտ հետ կգայինք, շուտ կվերադառնայինք։ Առանցնել շուտ վերադարձակ։ Ուր էիք շտապում։ Մնայիք վայել էիք։ Դու մի անհանգստացի, մենք լավ վայելել ենք։ Նույնիսկ հասցրեցինք Կարոյին փսակել։ Ոնց Կարոյին փսակենք։ Յանան ու Կարոն մեր խավորությամբ ամուսնացան։ Դե լավ, դրա մասին հետո։ Հիմա գնամ պապի մոտ։ Ես էլ կգամ։ Մայրդ ջանացել է, սենյակում ձեզ անակնկալ է սպասվում։ Իմ համար ավելի հաճելի կլիներ, որ մաման ստեղ լիներ, պապ։ Արամ, դու զգացիր, որ պապատ անընդհատ Անգելինայից էր հարցնում։ Անընդհատ չէ, բայց հարցնում էր։ Այդ քո համար տարօրինակ չէր։ Թե ով ումով հետաքրքրվի, պետք է իմ համար տարօրինակ լինի, մերի։ Գիտես իմ համար նաև ինչն էր տարօրինակ, որ պապատ չթողեց Տիկին Աննային մոտենալ։ Դե հա ինքն էր ուզում մոտիկաներ, դե համար քեզ կանգնացրեց։ Եթե մամադ դա տեսներ, սկանդալ էր սարքելու։ Արամ այնքան եմ ուզում, որ մաման ու պապան համերաշխ լինեն։ Գիտես, երկուսին էլ շատ սիրում եմ ու անգամ մամայի բարդ բնավորության հետ հարմարվել եմ։ Արամ, դու ինձ լսում ես։ Արամ։ Հա, ոչ եմ լսում։ Ինչի ես անընդհատ կողքերդ նայում, չեմ հասկանում։ Ինձ մի բան թվաց մեզ հետևում է։ Մեզով պիտի հետևի։ Ոչ ոք ուշադրություն դարձ է, ինձ թվաց։ Էս ինչ սիրուն է։ Մամայի շնորհքն է։ Զանգի մամայդ ասա ապրա, շատ սիրուն է։ Ես անց հետ էլ ուզում եի անեի։ Դե ուրեմն համել կասես, որ կա միասին ընտրենք։ Դա էլ էի ասելու անգել։ Հա բալես։ Մամ ջան, զանգել եմ իմ ու Անգելի անունից շնորհակալություն հայտնեմ քեզ։
Սենյակը շատ սիրուն է ստացվել։ Բարի գալուս տղես։ Ուրախ եմ, որ հավանել եք։ Բարևի հերի։ Հարսդ բարևում է քեզ։ Դու էլ բարևի։ Մամ, դե կգաս դու կբարևես էլի։ Քեզ ենք սպասում, արի որ նստենք հաց ուտենք։ Չէ, տղես, չէ, կներես, բայց ես չեմ կարող։ Չհասկացա մերժում ես տղու, թե չես կարոտել։ Վալես կարոտել եմ, շատ եմ կարոտել, բայց ավելի լավա դուք եկեք իմ տուն, ես ձեզ սիրով կսպասեմ։ Գնամ զանգեմ մամային գամ։ Հարսից սենց ես դիմավորում, մամ, ասեմ, որ շատ վատ բան ես անում։ Քո փոխարեն Այդան է գալու նստի սեղանի շուրջ սկեսում հայրիկի դերում։ Տղես, լավ էլի, ես քեզ խնդրում եմ։ Ես քեզ լուրջ բան եմ ասում։ Նեղացնում ես արդեն։ Վեր կա ծարի, թե չէ մենք ենք գալու հետևից հետո։ Ալո, Մամ ջան, ո՞նց ես։ լավ եմ, բալես։ Շատ ուրախ եմ, որ զանգել ես, բայց մի քիչ նեղացած եմ, որ մինչև հիմա չէիր զանգում։ Իրականում Պետք չի բացատրություն։ Չէ, զանգե, ուրեմն հարմար չի եղել, լավ ես արել։ Հիմա հարմար է եղել, զանգել ես։ Ես շատ ուրախ եմ, պետք չի բացատրություն տալ։ ո՞նց եք մամ ջան, papan ո՞նց է։ Ճիշտն ասած շատ բարդ է, բայց քիչ-քիչ ընտելանում ենք քեզնից հեռու ապրելուն։ Շատ բարդ է։ Իմ համար էլ մամ ջան։ Բալես դու ինձ են ասա, երջանիկ ես։ Այնքան որ նույնիսկ վախենում եմ մեկ-մեկ ես երջանկությունից։ Պետք չի։ Մի վախեցի։ Դու քո երջանկությունը վայելի։ Զանգեցի ասեմ, որ մենք արդեն վերադարձել ենք ու անպայման կգանք ձեզ տեսնելու։ Ես ու papan կսպասենք, բալես, անհամբեր։ Դու տեսար, պապ ոնց հասավ նա ճշմարտության։ Ուշացած։ Հա? Ինչ հա։ Ամուսինը ապացուցեց իր ցածր IQ ունենալը։ Լավ էլի, պապա։ Քո պապատ ինչ աներ, որ քո ամուսինը չէր տեսնում իր քթի տակ ապրող ճշմարտությունը։ Դու հիմա ում կողմից ես, իմ թե իրա։ Ես ուզում եմ նշել, եթե իմ կյանքում Զավենիչի նման ձեռ բռնող լիներ, ես հիմա Բագրատ աշխարհակալը կլինեի, ոչ թե ամուսնուդ պես ապիկար։ Լավ էլի, պապ, ես քեզ ինչ եմ ասում, դու ինձ ինչ ես պատասխանում։ Էդ ոնց եղավ, որ ես ու դու բացահայտեցինք, որ այդ բազմախբյուրի հերոսուին քո քրոջ ու քո ամուսնու աղջիկն է, իսկ ինքը նոր գլխի ընկավ։ Լավ էլի, պապա։ Դա խոսում եմ լալայանների բարձր ինտելեկտի ու քո ամուսնու ցածր ինտելեկտի մասին, հասկացա՞ր։ Դու մոռանում ես, պապ ջան, որ Աննան էլ է լալայան, բայց այդ անջատվածը մինչև հիմա գլխի չի ընկնում, թե ումա հարց տարել։ Լսի, նա ինչ լալայան, վաղուց շախունց է։ Իրավիճակի իմ կոնտրոլից դուրս է գալիս։ Այդ քեզ հավաքի, քեզ չի սազում ես ցնորված վիճակը։ Ինչ անեմ, պապ, ինչ անեմ, երբ զգում եմ, որ հողը ոտքերից տակից գնում է արդեն։ Քո պատմելուց ես հասկացա, որ ամուսինդ ենթադրությունների մեջ է։ Դու ասացիր, որ քեզնից ինչ-որ ճշտումներ էր անում։ Պապ, իհարկե քեզ ձեռք է տալիս կարծել, որ սոսը անխելք է, բայց դա տենց չի։ Ինքը շատ մոտ է բացահայտմանը, արդեն ժամերի ու վայրկյանների հարց է։ Մամ, ապրես, որ եկար, ես ինչ մեծ տորթ ես բերել եք հավատանը։ Դու էր խնդրել, ոնց կարող էի չգալ։ Ապրեք շատ Աննա Բագրատովնա։ Այսինքն Աննա Բագրատովնա։ Արդեն մամա։ Հենրի, խելոք մնա։ Դու գիտես, ես տենց բաների հետևից չեմ ընկնում, երբ ուզի այն ժամանակ էլ կասի։ Չի ուզի չի ասի։ Ոնց է papan։ Սիստեմաները օգնում են։ Դե չեմ կարող ասել։ Մի քիչ պարոն Շախունցը բարդ բնավորություն ունի։
Ես իմ աշխատանքը կատարում եմ, ուղղակի ինքը լավ չի սնվում, դեղերն էլ ամբողջությամբ չի օգտագործում։ Վերջը լարսեր չունեք։ Պապուս բնավորությունը բարդ չի։ Ուղղակի ամեն մարդ չի, որ կարում է իր այդ լեզու գտնի։ Չես ուզում մամայի թրավիրես սեղանի մոտ մեծ կոֆե դնայք այդ տորթը կտրեք։ Ընտրենք նոր կսրճենք։ Մաման եկել է մեր հետ ընտրելու։ Լավ կլինի բոլորով նստենք, պապին էլ համոզենք, որ իջնի։ Առաջին հերթին փորձիր հավասարակշռությունը չկորցնել, հակառակ դեպքում հողը կփախնի ոտքերիդ տակից։ Սա իմ վերջն է, պապ։ Եթե Սոսը իմացավ, որ ես իմացել եմ, որ Անգելինան է իր աղջիկը ու հատկապես որ դու ես իմացել ու Միքայելից փող ես վերցրել դրա համար, ինքը ինձ կսպանի, չէ, վատագույն դեպքում խաչ կքաշի իմ վրա։ Վատագույն դեպքում կլինի սպանել եմ, բայց դու մի վախեցիր։ Ես ձեռքերը կփշրեմ, եթե նա քեզ կպնի։ Չէ, պապ ջան, մահը ինձ համար սարսափելի չի։ Ինձ համար Սոսից մերժված լինելն է սարսափելի։ Լավ, մի հուսահատվի, մի բան կանենք։ Ոնց չհուսահատվեմ, պապ, անդունդ եմ գլորվում։ Ես պետքա քայլձիով անեմ, որ խաղից դուրս չմնամ։ Պետքա ես ասեմ Սոսին, որ Անգելինան է իր ու Աննայի աղջիկը։ Գժվեցիր դու։ Ես զգում եմ պարտության շունչը, պապ։ Ես չեմ համակերպվում։ Եթե պատերազմ, ապա մինչև վերջ։ Մի հիմարացի Լիլիթ։ Իսկ ինչ անեմ, եթե քո Աննայի պատճառով նորից կորցնում եմ ամուսնուս։ Հանուն արդարության պիտի խոստովանեմ, որ Աննան այս անգամ ոչինչ էլ չի արել։ Ինքը իր համար անջատված ապրում է։ Հեչ պետք նա թե բալը թանգա։ Պապ, քո Աննան իմ տունը քանդել է տարիներ առաջ, քնելով Սոսի հետ ու երեխա լույս աշխարհ բերելով։ Իսկ հիմա, եթե Սոսը ինձնից չիմանա, որ Անգելինան է իր ու Աննայի աղջիկը, արհավետ կջնջի ինձ իր կյանքից։ Հենց նոր ինչ լսեցի։ Քեզ հետ եմ այ աղջիկ։ Ես հենց նոր ինչ լսեցի։ Ո՞նց է Անգելինան Աննայի աղջիկը։